գաղտնիք չէ, որ դուք քաղաքական գործունեություն չիրականացնելով հանդերձ կապեր եք պահել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչ օրակարգ է եղել, Ոչինչ գաղտնիք, համագործակցել եմ Ռուսաստանը եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մարզական բոլոր ասենք կառույցների։ Դա հեսան գերասունովացանը պատասխան։ Ասեք։ Ասում եմ քաղաքական գործունեություն չունենալով հանդերձ կապեր եք պահել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչ օրակարգի շուրջ եք այդ կապերը պահել։ Ես ասեմ լավ կապեր ունեմ Ռուսաստանի եւ քաղաքական եւ տնտեսական եւ մարզական աշխարհի ղեկավարության հետ, Ռուսաստանում ունեմ շատ լավ ընկերներ եւ Դումայի հետ, Եդինե Ռոսիայի հետ, Բարգավաճ ունի հուշագիր ստորագրած կոմունիստական կուսակցի հետ համագործակցում ենք եւ իմ նպատակը միշտ եղել է օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, տնտեսությանը, ես կարամ մենակ ասել, որ եղել է հարց Լարսի հետ կապված, որ անմիջապես դիմել եմ իմ ընկեր Ուսուկովիչին, Կալաշնիկովին, որ անմիջապես թուղթ են ներկայացրել Վալոդինին եւ տրամադրել են 3 միլիարդ, որը Լարսի հետ անցման կետը, քանի որ շատ նեղ էր, անցնել օրական 600 մեքենա, դա վերանորոգելուց հետո եղել է 1600 մեքենա, դա ես եմ կատարել իմ ընկերների շնորհիվ։ Եղել է վարորդների, որ պրավայի հարցը դիմել են, որ լիարժեք դառնա հայկական պրավաները գործի այնտեղ։ Հիմնական մեր այնտեղի աշխատողների մասին հարցերը կարգավորել են, քննարկել ենք, ասել ենք ցանկացած հարց, միայն ասելով չի պետք է ծանոթություն պետք է կապ։ Ես կապերը բոլոր հետ ունեմ եւ Եվրոպայի հետ, հիշեք, որ Եվրոպայից 70-80 պատգամավոր էի բերի այստեղ, Անգլիայի հետ։ Շեյխեր են եկել նաև։ Ով? Շեյխեր, արաբա։ Դե այդ շեյխերին ասենք թե Լոնդոնից լորդեր, լորդուհիներ Վարդանը տատ ասում են լորդուհիներ, իրանք իրենց չեն եկել, մարդը պետք է աշխատի, մարդը պետք է կապ ունենա, կարող է զարգացնի, ծաղկացնի, որ աշխատանք լինի, աշխատություն, չէ՞ միայն վիրավորելով, հայոյելով, վախացնելով, ձերբակալելով, երկիր չի կառուցում, շեյխերին են բերել, շեյխերն են եկել, ուզեցել են ստե կառույցներ կառուցեն, ուզեցել են հայ ազգին ընդունելով, հարգելով, հիվանդանոց կառուցեն իրենց թագավորի անունով, որ անվճար լինի իմ ժողովրդի համար, ուզեցել են հյուրանոցներ կառուցեն, ցանկացած ասենք դե ամեն ինչ որ պետք է եղի, ասենք Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ հուշագիր ունենք ստորագրած, իսկ այս վերջի տարիները հիմնական իմ նպատակն է վերջի 2